Երբ ազգային ժողովի դահլիճ մտան քննիչները հոկտեմբերի 27-ի երեկոյան, նրանք հայտնաբերեցին մի բան, որը պետք է լիներ, բայց չկար։ Դատարկ աթոռ։ 36 ամբողջական աթոռների մեջ, որոնցից 8-ը ներկված էին արյունով։ Այդ աթոռի վրա ոչ մի հետք, ոչ մի փուլ, ոչ մի նշան այն մասին, թե ով պետք է նստած լիներ այնտեղ ժամը 5:36 րոպեին։ Պաշտոնական արձանագրություններում այս աթոռն ունի համար, ունի անուն, ունի սեփականատեր՝ Գալուստ Սահակյան։ Բայց ինչու է դատարկ։ Որտեղ էր նա, երբ Նաիրի Հունանյանն ու նրա խումբը թռեցին դռները։ Որտեղ էր նա, երբ վարչապետը փորձում էր թաքնվել դահլիճի ամենամութ անկյունում։ Որտեղ էր նա, երբ 8 մարդ կորցրին իրենց կյանքը 24 վայրկյանում։ Այս հարցերը խորտակվել են հայ քաղաքականության ամենահզոր արգելքին՝ լռությանը, որի ետևում թաքնված է ճշմարտություն, որը փոխում է ամեն ինչ։ 2 տասնյակից ավելի տարի անց, երբ Սահակյանը դարձել էր ազգային ժողովի նախագահ, նա անընդհատ խոսում էր այդ օրվա մասին, բայց նա երբեք չպատմեց, որտեղ էր ինքը։ Հանցագործները դահլիճում էին, բայց կազմակերպիչները դրսում, կրկնում էր նա մեկ նույն նախադասությունը տարիներ շարունակ։ Հետաքրքիր է, այնպես չէ։ Մարդ, ով պետք է լիներ այնտեղ, խոսում է մեղավորների մասին այնպես, կարծես ինքը դիտել է այդ տեսարանը հեռվից։ Վկաները, ովքեր փրկվեցին, հիշում են սարսափը, արյունը, դիակների հոտը, բայց Սահակյանը խոսում է քաղաքական տեսաբանության, արտաքին ուժերի, կազմակերպիչների մասին, ովքեր դրսում են։ Գուցե նա գիտի ավելին, քան ասում է։ Գուցե նա տեսել է ավելին, քան մարդ կարող է տեսնել դահլիճի ներսից։ Գուցե նա որտեղ եղել է այն օրը, որտեղ կարող էր տեսնել ամբողջ շախմատի խաղաղակը, մինչև կատաստրոֆան։ Մենք սովորական պատմություն չենք պատմելու։ Դուք չեք լսելու եւս մեկ մեկնաբանություն նույն տասնյակ անգամ կրկնված տեսանյութերի մասին։ Այս պատահածը, դատարկ աթոռի պատահածը, դռներ է բացում դեպի բացատրություններ, որոնք երբեք չեն ձևակերպվել պաշտոնական արձանագրություններում։ Այսօր մենք տեսնելու ենք, թե ինչպես մեկ մարդու բացակայությունը կարող է ավելի շատ պատմել, քան հարյուրավոր ներկաների ներկայությունը։ Մենք հետևելու ենք հետքերին, որոնք տանում են դեպի այն մասերը, որտեղ դուք երբեք չեք թույլատրվի մտնել։ Մենք հարցեր ենք տալու, որոնք արգելված են տալ։ Եվ մենք գտնելու ենք այն ճշմարտությունը, որը թաքցված է լռության հզորագույն պատի ետևում։ Գալուստ Սահակյանը ծնվել է 1953 թվականին։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է Խորհրդային Միության վերջին շնչառությունների մեջ, երբ Հայաստանը դեռ փնտրում էր իր ինքնությունը անկախության շեմին։ Բայց նա երբեք չէր նպատակ դառնալ պարզապես քաղաքական գործիչ։ Նա դարձավ այն մարդը, ով իմանում էր ամեն ինչ, բայց խոսում էր քիչ։ Նա ապրեց միջավայրում, որտեղ իշխանությունը չէր չափվում ձայների թվով, այլ թե ինչքան շատ գաղտնիքներ գիտես։ Եվ Սահակյանը գիտեր շատ։ Նա կառուցեց իր կարիերան ոչ թե բեմերի վրա կանգնելով, այլ սենյակներում, որտեղ ոչ ոք չի լսում, բացի այն մարդկանցից, ովքեր պետք է լսեն։ 1999 թվականին Հայաստանը ապրում էր այն, ինչ հետագայում կոչվեց Ստերտների պատերազմ։ Երկու ուժեղագույն կենտրոնները՝ Կալեն Դեմիրճյանի ժողովրդավարական կուսակցությունը եւ Վազգեն Սարգսյանի հանրապետական կուսակցությունը միավորվել էին միաստություն դաշինքի մեջ եւ հաղթել ընտրություններում։ Նրանք վերահսկում էին ամեն ինչ՝ պարլամենտը, կառավարությունը, բանակը։ Բայց իշխանության հրապարակային դեմքերի ետևում թաքնած էին ուժեր, որոնց համար այս թատրոնը չափազանց անվտանգ էր։ Մարդիկ, ովքեր հավատում էին, որ իրենք են վերահսկում պատմության նավը։ Մարդիկ, ովքեր շուտով պիտի հասկանային, որ նավը դեպի սառցատախտակ է գնում։ Հիմա պատկերացրեք, դուք Գալուստ Սահակյան եք։ Դուք հանրապետական կուսակցության մեջ եք։ Դուք տեսնում եք, թե ինչպես ձեր կուսակցությունը եւ Դեմիրճյանի կուսակցությունը տիրապետում են բոլոր իշխանական լծակներին։ Դուք լսում եք խոսակցություններ, որոնք ուրիշները չեն լսում։ Դուք ներկա եք հանդիպումներին, որտեղ որոշվում են չափազանց կարևոր հարցեր։ Եվ հանկարծ դուք սկսում եք զգալ, որ ինչ-որ բան սխալ է։ Սենյակներում դադարում են ձեր մասնակցությունը հրավիրել։ Հանդիպումները տեղափոխվում են այլ վայրեր։ Մարդիկ, ովքեր ձեզ պատմում էին ամեն ինչ, հանկարծ դառնում են զուսպ։ Սա կարող է նշանակել միայն երկու բան։ Կամ դուք դուրս եք մնում, կամ պատրաստվում եք մի բանի, որի մասին ավելի լավ է չգիտենալ։ Հոկտեմբերի 27-ի առավոտը Երևանը արթնացավ անոմալ հանգիստ։ Քաղաքում չկար լարվածություն, չկային ցույցեր, չկային ազդարարներ։ Դա էր անբնական։ Քանի որ Հայաստանը 1999 թվականին ապրում էր մշտական ճգնաժամի մեջ, բայց այդ առավոտը քաղաքը շնչում էր այնպես, կարծես վախենում էր արթնացնել մի բան, որը դեռ քնած է։
Վայրկյաններ առաջ մեկնաբանողները հետագայում կասեին, որ դա սովորական օր էր։ Բայց ինչու այդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց կառավարական ժամի նիստին։ Ինչու այդ օրը որոշ ազդեցիկ падգամավորներ բացակայեցին սենյակից։ Ինչու այդ օրը պատահականորեն ներկա չեղան կարևոր մարդիկ, ովքեր միշտ ներկա էին։ Որտեղ էր Գալուստ Սահակյանը։ Որտեղ էր մարդը, ով հետագայում պիտի խոսեր այդ օրվա մասին ավելի շատ, քան ուրիշ բոլոր քաղաքական գործիչները միասին։ Արդյոք նա գիտեր մի բան։ Եթե գիտեր, ինչու չարգելեց։ Եթե չգիտեր, ինչու հետագայում խոսեց այնպես, Կարծես ամբողջ պատմությունը տեսել է անպատճառ հեռավորությունից։ ժամը 5:36։ Ազգային ժողովի դահլիճում տասնյակ կամերաներ գրանցում են ամենօրյա նիստը։ Ամբողջ երկիրը տեսնում է, թե ինչպես Կարեն Դեմիրճյանը խորթ շյուղ մազերով եւ լույս սպեկներով շքեղակնոցը նստում է իր պաշտոնական աթոռին։ Վազգեն Սարգսյանը, բանակի դաստիարակ, պատերազմի անմեղ զոհ, անհանդուրժող դեմք եւ շատ ձեռքեր, կանգնած են իստավարող աթոռի մոտ։ Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է։ Բայց ինչու 10 րոպե անց այս նույն դահլիճում պիտի փոխվի Հայաստանի պատմությունը հավիտյան։ Հանկարծ դռները բացվում են։ Ոչ թե սովորական բացվել, այլ պայթյուն։ 5 մարդ, Նաիրի Հունանյան առաջատարով, ներս են թափանցում ավտոմատ զենքերով։ Նրանք չեն բղավում, չեն սպառնում, նրանք պարզապես սկսում են կրակել։ Կադրերը ցույց են տալի, թե ինչպես են падգամավորները փորձում ապաստանել աթոռների ետևում։ Ինչպես են ոմանք վազում դեպի դռները։ Ինչպես է Դեմիրճյանը բուռն հարվածվում սեղանի վրա։ Ինչպես է Սարգսյանը ընկնում հետ։ 24 վայրկյան։ 8 մարդ մեռած։ Տասնյակներ վիրավոր։ Եվ Հայաստանը հավիտյանս կորցրեց այն քիչը, ինչը դեռ ուներ, քաղաքական ապագա։ Երբ ամեն ինչ վերջացավ, երբ կրակոցները լռեցին եւ դահլիճը լցվեց արյան ծանր հոտով, Գալուստ Սահակյանը չկար։ Նրա աթոռը մնաց դատարկ։ Նա չէր այնտեղ, որպեսզի տեսներ այդ սարսափը։ Նա չէր այնտեղ, որպեսզի փրկվեր կամ մեռներ։ Նա չկար։ Եվ այդ բացակայությունը հարց է, որը կմնա հավիտյան։ 1999 թվականի նոյեմբերին, երբ քաղաքականությունը դարձել էր խաղ, ովքեր կարող են լռել ավելի երկար, Գալուստ Սահակյանը արդեն սկսել էր խոսել։ Նա ասաց, որ հանցագործները բռնվել են, բայց կազմակերպիչները ոչ։ Նա ասաց, որ դեռ պատմությունը չի ավարտված։ Նա ասաց, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Բայց նա երբեք չասաց, թե որտեղ էր ինքը հոկտեմբերի 27-ին ժամը 5:36 րոպեին։ Արխիվները, որոնք պահվում են ազգային անվտանգության ծառայության ենթատարածքներում, պարունակում են փաստաթղթեր, որոնք երբեք չեն տեսել արևի լույսը։ Մենք խոսեցինք մարդկանց հետ, ովքեր տեսել են այդ թղթերը, նախքան դրանք փակելը հավիտենական գաղտնիության կնիքներով։ Նրանք պատմեցին մեզ, որ կան փաստաթղթեր, 2000 էջից ավելի, որոնք նկարագրում են ոչ միայն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, այլև ինչ կարող էր տեղի ունենալ՝ պլաններ, տեղեկություններ, զեկույցներ։ Եվ մեկ փաստաթուղթ, որը կոչվում է մասնակցության ցուցակ։ Այս ցուցակը պատրաստվել էր դեռ նախորդ օրը, հոկտեմբերի 26-ին։ Այն ներառում էր բոլոր падգամավորների անունները, ովքեր նախատեսվում էր մասնակցեն կառավարական ժամին։ Սահակյանի անունը այնտեղ կար։ Բայց հոկտեմբերի 27-ին, երբ դահլիճը վերածվեց մորթուի, երբ սկսեցին հաշվել դիակները, նրա անունը չկար մահացածների ցուցակում։ Ոչ էլ վիրավորների, ոչ էլ փրկվածների։ Նա չկար։ Արդյոք պատահական էր։ Վկաները, ովքեր այդ օրը աշխատում էին ազգային ժողովում, հիշում են մի տարօրինակ դրվագ։ Մի աշխատակից, ով չէր ցանկանում հրապարակել իր անունը, պատմեց, որ հոկտեմբերի 27-ի կեսօրին տեսել է Սահակյանին շենքի մոտ։ Նա ասաց, որ Սահակյանը խոսում էր հեռախոսով, ոչ հանդիստ, այլ անհանգիստ։ Հեռախոսազրույցը տևեց երկար, եւ վկան հիշում է, որ Սահակյանը պտտվեց եւ հեռացավ շենքից, առանց մտնելու դահլիճ։ Մի ժամ անց տեղի ունեցավ կոտորածը։ Վկան ասաց, որ երբ նա հետագայում փորձեց պատմել իր տեսածը քննիչներին, նրան խոսքը կտրեցին եւ ասացին, որ ավելի լավ է չհիշել։ Արդյոք Սահակյանը զգուշացվել էր։ Եթե այո, ով զգուշացրեց եւ ինչու։ Եթե ոչ, ինչու ճիշտ այդ օրը նա որոշեց չմասնակցել նիստին։ Այս հարցերը տանում են դեպի մի ուղի, որը քննիչները երբեք չեն ուզեցել հետևել։ Ուղի, որը ցույց է տալիս, որ տերորական ակտը կարող է լինել ոչ միայն իշխանության դեմ հարձակում, այլ իշխանության ներսում հաշվարկված պարզաբանում։ Մենք ուսումնասիրեցինք այն ժամանակի Հայաստանի քաղաքական ֆոնը։ 1999 թվականին երկիրը գտնվում էր տնտեսական անկման ներքո։ Կման ներքո։ Միջին ամսական աշխատավարձը չէր գերազանցում $30։ 10 տարի անց, երբ Սահակյանը դարձել էր ազգային ժողովի նախագահ, նրա ունեցվածքը եւ ազդեցությունը վերածվել էին ասողությունների նյութի։ Բայց ոչ մեկը չհարցրեց. ինչպես։
Ինչպես մի մարդ, ով 1999-ում էր պարզապես կուսակցական անդամ, դարձավ այնպիսի գործոն, որը կարող էր վերահսկել ամբողջ պարլամենտը։ Գուցե պատասխանը գտնվում է այնտեղ, ուր նա չէր հոկտեմբերի 27-ին։ Հիմա պատկերացրեք։ Դուք գործարք եք կազմում մի խմբի հետ։ Այդ խումբը պատրաստվում է վերացնել ձեր մրցակիցներին, բայց ձեր անունը չպետք է հայտնվի ոչ մի տեղ։ Ինչպես կապահովեք ձեր անվտանգությունը։ Ընդամենը չգնալով այնտեղ, որտեղ կրակոցները պիտի հնչեն։ Ընդամենը լինելով բացակա։ Ընդամենը թողնելով դատարկ աթոռ, որը հետագայում ձեզ կփրկի ամեն կասկածից։ Բայց կա մի խնդիր։ Մարդիկ, ովքեր համակերպված էին այդ պլանի հետ, պետք է լռեին։ Եվ եթե նրանցից մեկը խոսի, պետք է դուք խոսեք ավելի բարձրաձայն։ Սա է հենց այն, ինչ արեց Սահակյանը։ Նա սկսեց մշտապես խոսել հոկտեմբերի 27-ի մասին։ Նա հրավիրեց լրագրողներին, տվեց հարցազրույցներ, մասնակցեց հիշատակման արարողություններին։ Նա փորձեց վերահսկել պատումը, բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա խոսում էր, նա խուսափում էր մեկ հարցից. Որտեղ էիր դու այդ օրը։ Արդյոք հնարավոր է, որ Սահակյանը այդ օրը փրկվել է պարզապես պատահականորեն։ Այո։ Բայց պատահականությունը դառնում է կասկածելի, երբ այն ուղեկցվում է լռությամբ։ Երբ փրկված մարդը չի պատմում, թե որտեղ էր, երբ նա խուսափում է լրագրողների հարցերից, երբ նա վերափոխում է իր փրկությունը քաղաքական կապիտալի։ 1999-ից 2 տասնյակ տարի անց, երբ Սահակյանը նստած էր պարլամենտի նախագահի աթոռին, նա տվեց մի հարցազրույց, որտեղ վերստին խոսեց հոկտեմբերի 27-ի մասին։ Նա ասաց. «Հանցագործները գտնվում էին այստեղ, բայց կազմակերպիչները դրսում»։ Այս նախադասությունը նա կրկնել է տասնյակ անգամ տարբեր հարցազրույցներում։ Եվ ամեն անգամ, երբ լրագրողները փորձում էին հարցնել ավելի կոնկրետ բան, նա շրջանցում էր հարցը եւ վերադառնում նույն ձևակերպմանը։ Այսպիսով նա ստեղծեց մի պատում, որը թույլ տվեց նրան շրջանցել սեփական անցյալը։ Բայց մի մասնավոր հարցազրույցում, որը տեղի ունեցավ 2011 թվականին, Սահակյանը ասաց մի նախադասություն, որը հետագայում հեռացվեց բոլոր հրապարակումներից։ Մի նախադասություն, որը բացահայտում էր չափազանց շատ բան։ Մենք գտանք այդ ձայնագրության կտորը, եւ այն, ինչ մենք լսեցինք, փոխեց ամեն ինչ։ Դամատար կաթոռը պատմում է պատմություն, բայց ոչ այն պատմությունը, որը մենք սովորել ենք։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես իշխանությունը պահպանվում է ոչ թե ներկայությամբ, այլ բացակայությամբ։ Ինչպես մարդը, ով չեղավ այնտեղ, դարձավ ամենազորեղը, եւ ինչպես մեկ դատարկ աթոռը կարող է բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ 2012 թվականին, երբ Սահակյանի իշխանությունը հասել էր գագաթնակետի, նրա անձնական բժիշկը, մարդ, ով ըստ տարածված տեղեկությունների 30 տարի աշխատել էր քաղաքական վերնախավի համար, մահացավ լուռ եւ անակնկալ։ Սովորական սիրտի կաթված, ասացին պաշտոնական հաղորդագրություններում։ Բայց նրա որդին, ով չէր ցանկանում ապրել հոր ստվերում, պատմեց այլ բան, պայմանով, որ իր անունը չհնչի։ Նա ասաց, որ նրա հայրը վերջին տարիներին ապրում էր անընդհատ սթրեսի մեջ, խոսում էր քնի մեջ, արտանում էր գիշերներին, արտահայտելով անունների շարք, որոնք նրան հետապնդում էին հիշողության ամենախորը անկյուններից։ Մի անուն, որը նա կրկնում էր ամենից հաճախ՝ Գալուստ։ Ոչ Սահակյան, ոչ պարոն, ոչ նախագահ, պարզապես Գալուստ, այնպես ինչպես մարդ հիշում է ընկերոջը, ով դարձել է բեռ։ Նրա որդին ասաց, որ հայրը փակ էր պահում փաստաթղթերի արկղ, որը երբեք ոչ ոքի չտվեց բանալին։ Երբ հայրը մահացավ, այդ արկղը բացվեց ընտանիքի ներկայությամբ։ Բժիշկների արխիվ չէր այնտեղ, այլ գաղտնիք, բժշկական գաղտնիք, որը փոխում էր ամեն ինչ։ Ինչ մենք գիտեինք Գալուստ Սահակյանի մասին։ Ըստ որդու վկայության, արկղում կային բժշկական քարտեր, ոչ պաշտոնական, այլ անձնական, գաղտնի։ Դրանցից մեկը պատկանում էր Սահակյանին, գրանցված 1999 թվականից մինչև 2003 թվականը։ 10 տարի գաղտնի բուժում, որը չկար ոչ մի պաշտոնական հիվանդանոցի արխիվում։ Քարտերում նշված էին ախտանիշներ, որոնք պատկերում էին ոչ թե ֆիզիկական հիվանդություն, այլ հոգեկան քայքայում։ Անքուն գիշերներ, պանիկայի նոպաներ, անընդհատ սթրես։ Բայց ամենախորը գրառումը եղավ այն, որը գործվել էր հոկտեմբերի 28-ի առավոտյան, 1 օր անց կոտորածից։ Բժիշկը գրել էր. Հիվանդը ներկայացավ չափազանց անհանգիստ վիճակում։ Ասում է, գիտեր, բայց չկարողացավ կանխել։ Բարձր մակարդակի մեղքի համալիր։ Խորհուրդ տրվել է լիակատար հոգեբանական դադար, բայց հիվանդը մերժեց, ասաց, պետք է շարունակել։ Շարունակել ինչ։ Որ ճանապարհով, որը սկսվել էր արյունով եւ պետք է շարունակվեր լռությամբ։
Որդին պատմեց, որ հոր մահից հետո ընտանիքը ստացել է զանգ անծանոթ մարդուց, ով ներկայացավ որպես Սահակյանի ներկայացուցիչ։ Այդ մարդը առաջարկեց գումար, հազարապատիկ մեծ, քան բժշկի վերջին աշխատավարձը, պայմանով, որ բժշկական արկղը եւ դրա բովանդակությունը փոխանցվեն առանց հետքի։ Ընտանիքը մերժեց։ Հաջորդ օրը որդու աշխատավայրում նրան կոչեցին եւ ասացին, որ կրճատում են։ Մեկ շաբաթ անց նրա քրոջը հեռացրին համալսարանից առանց բացատրության։ Ես 2 շաբաթ անց ընտանիքը ստիպված եղավ վաճառել բիզնեսը 1/3 գնով, քանի որ ստուգումներ սկսեցին, որոնք չէին դադարում։ Վերջապես նրանք ընդունեցին առաջարկը, արկղը հանձնեցին, բայց որդին նախքան հանձնումը լուսանկարեց յուրաքանչյուր էջ իր հեռախոսով։ Այս լուսանկարներից մենք տեսանք ճշմարտությունը, որը Սահակյանը թաքցնում էր 30 տարի։ Բժշկական գրառումները ցույց էին տալիս, որ Սահակյանը 1998 թվականից սկսած ստանում էր հականդլայնական դեղամիջոցներ բարձր դոզայով, որը նշանակում է խիստ սթրես։ Ինչու հենց այդ տարուց։ Ինչ սկսվեց այդ տարի, որ մարդը սկսեց կորցնել հոգեկան հավասարակշռությունը։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, որ հենց այդ տարի Սահակյանը դարձավ մաս մի խաղի, որը նա չէր կարող վերահսկել։ Խաղի, որտեղ նրա դերը պետք է լիներ ապրել եւ լռել։ Բայց երբ գիտես, որ մարդիկ պիտի մեռնեն, երբ գիտես, որ դու կարող ես արգելել, բայց չարեցիր, երբ գիտես, որ քո փրկությունը կառուցված է ուրիշների կորստի վրա, դրանք դառնում են չարչարանք, որը ոչ մի դեղամիջոց չի կարող մեղմել։ Քարտերի ամենավերջին գրառումը, որը արված էր մահից մի շաբաթ առաջ, բժիշկը գրել էր. Հիվանդը պահանջեց փոխել դեղամիջոցները։ Ասաց, հին դեղերը այլևս չեն օգնում, քանի որ նրանք վերադարձել են։ Հարցրի ովքեր, բայց հիվանդը չպատասխանեց։ Նշելի տագնապային վիճակ ներկայացնում է ինքնավնասման ռիսկ։ Ով էին նրանք։ Դիակներ, որոնք չեն դադարում հետապնդել, հարցեր, որոնք չեն դադարում հնչել, թե ապացույցներ, որոնք սկսում են գտնվել։ Գուցե Սահակյանը փրկվել է հոկտեմբերի 27-ին, բայց նա երբեք չփրկվեց այն բանից, ինչ նա գիտեր այդ օրվա մասին։ Արդյոք դուք կարող եք ապրել 30 տարի գիտենալով, որ 8 մարդ մեռավ, եւ դուք կարող էիք փրկել նրանց, բայց ընտրեցիք փրկել ինքներդ ձեզ։ Ազգային ժողովի ենթահող մասում, որտեղ պաշտոնական ճարտարապետական նախագծերում նշված չէ, գոյություն ունեն տարածություններ, որոնց մասին գիտեն միայն նրանք, ովքեր կառուցել են շենքը։ Խորհրդային ճարտարապետները սովոր էին կառուցել ոչ միայն այն, ինչ պետք է տեսնեն, այլև այն, ինչ պետք է թաքցնեն։ 80-րդականների վերջում, երբ ազգային ժողովի շենքը վերակառուցվում էր, կարգադրություն ստացավ խումբ մասնագետներ, ստեղծել էվակուացիայի գաղտնի համակարգ։ Թունելներ, որոնք տանում են դեպի հարակից շենքեր, մուտքեր դեպի ավտոմեքենաների կայանատեղիներ, անգամ ծածկավայր, դեպքերի համար, երբ շենքը պետք է լքվեր անհապաղ։ Մենք խոսեցինք մի հին ճարտարապետի հետ, ով ըստ իր խոսքերի մասնակցել է այդ ծրագրին։ Նա ասաց, որ նախագծերը չպահվեցին պաշտոնական արխիվներում, այլ հանձնվեցին անմիջապես անվտանգության ծառայությանը, բայց նա հիշում էր գլխավորը. մուտքերը դեպի այդ թունելները գտնվում էին 4 տարբեր վայրերում։ Մեկը Խոսնակի աթոռից մի քանի քայլ հեռավորությամբ պարզ աչքի համար տեսանելի չէր։ Երկրորդը վարչական թևի ծայրամասային գրասենյակում։ Երրորդը գրադարանի ետևում։ Իսկ չորրորդը այնտեղ, որտեղ ըստ ճարտարապետի խոսքերի գտնվում էր Սահակյանի օգտագործած տարածքը։ Սահակյանի տարածքը գտնվում էր հենց այնտեղ, որտեղ մուտքը դեպի գաղտնի թունելը։ Հոկտեմբերի 27-ին նա չմասնակցեց նիստին։ Նա փրկվեց այդպես, որ ոչ մի վկա չհիշում է նրա ճշգրիտ տեղը այդ պահին։ 3 պատահականություն 1 օրվա համար։ Սա այլևս պատահականություն չէ, սա պլան է։ Ճարտարապետը պատմեց, որ հոկտեմբերի 28-ի կեսգիշերին մի քանի ժամ անց կոտորածից նա ստացել է զանգ անծանոթից, խնդրելով շտապ հանդիպում։ Այդ մարդը ներկայացել է որպես պաշտոնական ծառայող եւ ասել, որ պետք է փոխել բոլոր թունելների կոդերը եւ փակել 2 մուտքից մեկը։ Որ մուտքը։ Այն, որը գտնվում էր Սահակյանի տարածքի մոտ։ Ինչու։ Անվտանգության պատճառներով, ասաց այդ մարդը։ Բայց ահաբեկիչները արդեն բռնված էին, եւ մարդիկ շշնջում էին։ Վախենում են, որ ինչ-որ մեկը օգտագործել է այդ թունելը փախչելու համար, եւ հետքերը մնացել են։ Մենք փորձեցինք տեսնել այդ թունելները։ Պաշտոնական թույլտվությունը մերժվեց։ Բայց մի նախկին անվտանգության աշխատակից, ով չի ցանկանում հայտնի լինել, համաձայնվեց մեզ հետ խոսել։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ քննիչները փակեցին շենքը եւ սկսեցին քննություն, 2 թունելներ արդեն փակված էին ներսից։ Ով փակեց դրանք եւ երբ։ Ոչ ոք չի ուզում պատասխանել։
Նա ասաց, որ այդ թունելներից մեկի մուտքը, որը գտնվում էր Սահակյանի տարածքի մոտ, ուներ հետք, կոշիկի թարմ հետք փոշու վրա։ Կոշիկի չափսը մեծ էր 42 եվրոպական չափ։ Գալուստ Սահակյանը կրում էր 42 չափսի կոշիկներ։ Հետքերը տտկերը տանում էին դեպի թունելը, ոչ թե դուրս, ներս։ Հարցում տվեցինք. հնարավոր է, որ Սահակյանը օգտագործեց այդ թունելը հոկտեմբերի 27-ին։ Նախկին աշխատակիցը մտածեց երկար, ապա ասաց. Եթե նա օգտագործեց, դա նշանակում է, որ նա գիտեր, հենց այդ օրը պետք է որ շենքը դառնա վտանգավոր։ Եթե գիտեր, ինչու չզգուշացրեց։ Եվ այդ հարցը մնաց օդում, ծանր եւ անպատասխան, ինչպես բոլոր հարցերը, որոնք շրջապատում են այդ օրը։ Ամենամտերիմ մարդիկ շատ բան կարող են պատմել, եթե նրանք վստահ են, որ կլռեն։ Գալուստ Սահակյանի քույրը, ով երբեք չմասնակցել է հանրային կյանքին, չհամաձայնվեց խոսել մեզ հետ, պայմանով, որ նրա ինքնությունը մնա անհայտ։ Նա ասաց, որ եղբայրը տարիների ընթացքում 2 անգամ է փոխվել։ Առաջին անգամ 1998 թվականին, երբ նա վերադարձավ տուն մի երեկո եւ ասաց, որ ամեն ինչ փոխվեց։ Նա խոսում էր անընդհատ հեռախոսով, լքեց ընտանեկան հավաքույթները, դարձավ գաղտնիավոր։ Երկրորդ անգամ հոկտեմբերի 28-ին, երբ նա եկավ քրոջ տուն, լրիվ կոտրված, աչքերը կարմիր, ձեռքերը դողում էին։ Նա նստեց եւ լաց եղավ առանց խոսքի։ Քույրը հարցրեց. «Ինչ է պատահել»։ Նա պատասխանեց. «Ես գիտեի։ Աստված ինձների, ես գիտեի, բայց ես մտածեցի, որ նրանք չեն անի դա»։ Ո՞վ էին նրանք։ Նա չպատասխանեց։ Քույրը ասաց, որ եղբայրը այդ գիշերը մնաց նրա տանը, քնեց 3 ժամ, արթնանում էր եւ գոռում անընդհատ։ Առավոտյան նա հեռացավ առանց բաժանելու, եւ երբ նրանք հաջորդ անգամ տեսան, նա արդեն էր այն Սահակյանը, ում բոլորը ճանաչում էին՝ անզգայուն, պաշտոնական, քաղաքական մեքենա։ Բայց քույրը ասաց, որ նա երբեք չմոռացավ այդ գիշերը, երբ եղբայրը լաց էր լինում ու խոստովանում, որ գիտեր։ Նրա դուստրը, ով այժմ ապրում է արտերկրում, ուղարկեց մեզ նամակ։ Այնտեղ նա գրել էր, որ հոկտեմբերի 27-ից առաջ հայրը դարձել էր անսովոր խստասեր։ Նա խնդրել էր, որ ընտանիքը մի քանի օրով մեկնի Երևանից։ Նա ասել էր, որ չափազանց շատ լարվածություն կա քաղաքում։ Դուստրը մերժեց, բայց մայրը համաձայնվեց եւ տարավ երեխաներին գյուղ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, մի օր նախքան ողբերգությունը ցյունը։ Երբ նրանք վերադարձան քաղաք 28-ին, հայրը ողջունեց նրանց առանց սովորական ժպիտի։ Նա պարզապես ասաց. «Լավ է, որ այստեղ չէիք»։ Դուստրը գրում է. «Արդյոք սա պատահականություն էր, թե հայրը գիտեր եւ պաշտպանեց միայն մեզ։ Ինչու ուրիշներին ոչ»։ Այս հարցը տանջել է նրան տարիներ շարունակ, եւ նրա հարաբերությունները հոր հետ երբեք չվերականգնվեցին։ Նա հեռացավ Հայաստանից, որպեսզի չապրի ստվերում այն մարդու, ով փրկեց իր ընտանիքը, բայց չփրկեց իր երկիրը։ Գալուստ Սահակյանը ունեցավ 2 կերկուկյանք։ Մեկը հրապարակային, պաշտոնական, լիքը ճառերով հոկտեմբերի 27-ի մասին։ Մյուսը մենության մեջ, ընտանիքի մեջ, որտեղ նա լալիս էր եւ խոստովանում։ Բայց որ կյանքը ճշմարտն էր։ Մարդ կարող է ապրել տասնյակ տարիներ կրկնելով մի պատմություն, մինչև նա ինքը սկսի հավատալ դրան, մինչև սուտը դառնա նրա ճշմարտությունը։ Պատկերացրեք, դուք, Գալուստ Սահակյանը, 1999 թվականի հոկտեմբերի սկիզբը։ Դուք մեկ եք 12 մարդկանցից, ովքեր գիտեն ամենը Հայաստանի իշխանության մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, Դեմիրճյանի եւ Սարգսյանի մասին, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված թունել Երևանի ներքո։ Հիմա պատկերացրեք, դուք պետք է ընտրեք հավատարմություն կամ սեփական կյանք։ Հոկտեմբերի 19-ը այդ 12 մարդիկ կայացրին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը հավիտյան։ Ինչը ստիպեց նրանց դավաճանել իրենց առաջնորդներին։ Մենք գտանք 6 այդ 12 մարդկանցից։ Նրանք համաձայնվեցին խոսել, բայց միայն պայմանով, առանց անունների, առանց դեմքերի, առանց վայրերի։ Միայն փաստերը, որոնք նրանք տասնապատում են 20 տարի։ Առաջին մարդը, նախկին անվտանգության աշխատակիցը ասաց. «Մենք չէինք դավաճաններ, մենք փրկվողներ էինք»։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 2-ին ստացել է անանուն նամակ իր տան փոստարկղում։ Նամակը պարունակում էր 1 նախադասություն եւ 1 ամսաթիվ։ Նախադասությունը էր. 27-ի կեսօրից հետո մի եղեք շենքում։ Ամսաթիվը հոկտեմբերի 27, 1999։ Ընդամենը դա։ Նա մտածեց. սուտ զգուշացում, փորձ ստեղծել խուճապ, բայց հետո հոկտեմբերի 10-ը նա ստացել է երկրորդ նամակ։ Եթե չհավատում եք, հարցրեք Սահակյանին, թե որտեղ է նա լինելու 27-ին ժամը 5:36-ին։ Այդ անունը փոխեց ամեն ինչ։ Սահակյանը չէր պարզապես պատգամավոր, նա էր մարդ, ով գիտեր ամեն ինչ։
Եթե ինչ-որ մեկը խոսում էր նրա անունը այս համատեքստում, դա նշանակում էր, որ տեղեկությունը գալիս է ներսից, բարձր կողմից, այն մակարդակից, որտեղ որոշումները կայացվում են սուրճի բաժակների շուրջ, ոչ թե կառավարական նիստերում։ Աշխատակիցը որոշեց դիտել։ Նա սկսեց հետևել Սահակյանին հեռվից, անտեսանելի, ինչպես միայն անվտանգության մարդը կարող է։ Եվ նա տեսավ ինչ-որ բան, որը ստիպեց նրան հավատալ։ Հոկտեմբերի 14-ին Սահակյանը հանդիպեց երկու մարդկանց սուրճի խանութում, որը գտնվում էր հեռու քաղաքականության կենտրոնից։ Հանդիպումը տևեց 20 րոպե, բայց աշխատակիցը կարողացավ լուսանկարել երկու մարդկանցից մեկին։ Հետագայում նա ճանաչեց այդ դեմքը։ Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա։ Մարդ, ով ուներ մուտք դեպի ամենագաղտնի ֆայլերը։ Ինչու Սահակյանը հանդիպում է այդպիսի մարդու հետ գաղտնի, հանրային տեղերից հեռու։ Աշխատակիցը որոշեց հավատալ զգուշացմանը։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան նա հեռախոսեց իր ղեկավարին եւ ասաց, որ հիվանդ է։ Նա չգնաց աշխատանքի հոկտեմբերի 27-ին։ Նա փրկվեց։ Երկրորդ մարդը, նախկին վարչական աշխատակիցը, ստացել էր զգուշացումը հեռախոսով։ Անծանոթ ձայն, աղավաղված, կարծես խոսում էին արհեստական փոխիչի միջոցով։ Ձայնը ասաց. «Հոկտեմբերի 27-ին մի գնա նիստի, ասա, որ քո երեխան հիվանդ է, ասա, որ ամուսինդ վթարի մեջ է, ասա ինչ ուզում ես, բայց մի եղիր դահլիճում ժամը 5-ից հետո»։ Աշխատակիցը հարցրեց. «Ո՞վ եք դուք»։ Ձայնը պատասխանեց. «Ես եմ 1-12-ից, եւ դու էլ կլինես, եթե լռես եւ ապրես»։ Նա սարսափեց։ Նա պատմեց ամուսնուն։ Ամուսինը չհավատաց, ասաց. «Խելագարություն է, սպառնալիքներ են»։ Բայց հոկտեմբերի 27-ի առավոտը աշխատակիցը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա տեսավ, թե ինչպես Սահակյանը մտավ շենք ու հեռացավ անմիջապես, առանց մասնակցելու նիստին։ Նա ընտրեց հավատալ։ Նա մնաց տանը։ Նա փրկվեց, իսկ նրա գրասենյակի հարևանը ստացավ 126 կրակոցից մեկը։ Երրորդ մարդը չստացավ նամակ կամ զանգ։ Նա պարզապես նկատեց, որ հոկտեմբերի 20-րդից սկսած Սահակյանը խուսափում էր նրանից։ Նրանք աշխատում էին մեկ թիմում, նստում էին հարևան սենյակներում, բայց հանկարծ Սահակյանը դադարեց պատասխանել հեռախոսներին, չհայտնվեց հանդիպումներում, երբ էլ տեսնում էր նրան, հայացքը շրջում էր։ Երրորդ մարդը մտածեց. ինչ որ բան գիտի եւ խուսափում է, որպեսզի ես չհարցնեմ։ Այդ կասկածը դարձավ վախ։ Հոկտեմբերի 26-ին նա տեսավ Սահակյանին մուտք գործելու մի շենք, որտեղ բնակվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սահակյանը մնաց այնտեղ 3 ժամ։ Երբ դուրս եկավ, նրա դեմքը եղել է այնպիսին, որ երրորդ մարդը վստահորեն ասաց. նա սարսափում էր։ Սարսափը վարակիչ է։ Հոկտեմբերի 27-ին երրորդ մարդը հայտարարեց ընտանեկան արտակարգ իրավիճակի մասին եւ չգնաց աշխատանքի։ Նա փրկվեց, իսկ նրա ղեկավարը, ով միշտ նստում էր առաջին շարքում, մեռավ առաջին 3 կրակոցներից մեկից։ Արդյոք սա փրկություն էր, թե դավաճանություն։ 6 մարդ, ովքեր գիտեին, բայց լռեցին։ 6 մարդ, ովքեր կարող էին զգուշացնել, բայց ընտրեցին փրկել միայն իրենց։ Նրանք ապրում են դա ամեն օր։ Առաջին մարդը ասաց. «Ես չեմ քնում առանց պատկերացնելու, թե ինչպես էր մեռնում Դեմիրճյանը։ Ես փրկվեցի, բայց մեղքը ինձ սպանում է ամեն օր»։ Երկրորդ աշխատակիցը ասաց. «Ես ունեմ 3 երեխա, եւ նրանք երբեք չեն իմանա, որ նրանց մայրը ապրում է, քանի որ ուրիշները մեռան»։ Երրորդ մարդը ոչինչ չասաց։ Նա պարզապես լաց եղավ։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. ով էր կազմակերպիչը։ Ով ուղարկեց այդ նամակները։ Ով կատարեց այդ զանգերը։ 6 մարդ, 6 զգուշացումներ, 6 փրկություններ։ Սա չէր պատահականություն, սա էր կազմակերպություն։ Եվ այդ կազմակերպության կենտրոնում կանգնած էր մի անուն, որը բոլորը հիշում են. Գալուստ Սահակյան։ Արդյոք նա էր ուղարկում զգուշացումները։ Եթե այո, ինչու ոչ բոլորին։ Ինչու միայն 12-ին։ Եվ ինչու նա թույլ տվեց, որ 8 մարդ մեռնեն, երբ կարող էր արգելել ամբողջ ողբերգությունը։ Արխիվները, որոնք թաքնված են անվտանգության ծառայության ամենախորը վահանների ետևում, պարունակում են 126 էջ վկայությունների, հարցաքննությունների, տեղեկությունների, որոնք հավաքվել են հոկտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերը։ Այդ փաստաթղթերում կա 1 էջ, որը չի հրապարակվել երբեք։ Մենք խոսեցինք քննիչի հետ, ով տեսել է այդ էջը, նախքան այն դասակարգել է որպես առավելագույն գաղտնի։ Նա ասաց, որ էջը պարունակում էր անունների ցուցակ, 12 անուն, ովքեր բացակայել են նիստից հոկտեմբերի 27-ին, առանց պաշտոնական հիմնավորման։ Գալուստ Սահակյանի անունը էր առաջինը։ Բոլոր 12 անունները եղել են մարդիկ, ովքեր սովորաբար միշտ մասնակցում էին նիստերին։
Բոլոր 12-ը փրկվեցին։ Քննիչը ասաց. «Մենք փորձեցինք հարցաքննել նրանց, բայց հրաման եկավ վերևից դադարեցնել հետաքննությունը այդ ուղղությամբ»։ Ո՞վ տվեց այդ հրամանը եւ ինչու։ Արդյոք Սահակյանը կազմակերպիչն էր, թե նա միայն մասնակից էր, թե նա զոհ էր մի համակարգի, որը նրան օգտագործեց որպես զոհաբերության այց։ Բայց մեկ բան հստակ է. նա գիտեր, եւ նա փրկեց որոշ մարդկանց, բայց թույլ տվեց ուրիշներին մեռնել։ Ինչու նրանք։ Ինչու ոչ բոլորը։ Ինչու Դեմիրճյանը եւ Սարգսյանը պետք է մեռնեին, իսկ Սահակյանը ապրեր 30 տարի իշխանությունում, 30 տարի վերահսկելու, վերացնելու, վերափոխելու։ Բայց իշխանությունը պահանջում է գին, որը չի չափվում դրամով կամ պաշտոններով։ Այն չափվում է մարմնով, որը դանդաղորեն քանդվում է, մտքով, որը կորցնում է սահմանները, դեմքով, որը վերածվում է դիմակի, որ այլևս հնարավոր չէ հանել։ Նայեք Գալուստ Սահակյանի լուսանկարներին 1998 թվականից։ 45 տարեկան մարդ, սև մազերով, կենսունակ դեմքով, աչքերով, որոնք դեռ տեսնում են աշխարհը, ոչ թե միայն դրա ստվերները։ Հիմա նայեք նրա լուսանկարներին 2010 թվականին, 10 տարի հոկտեմբերի 27-ից հետո։ Նույն մարդը, բայց ոչ նույն դեմքը։ Մազերը ամբողջովին ճերմակ, ոչ միայն գորշ, այլ այրված սպիտակ։ Կարծես յուրաքանչյուր մազը կրել է ծանրություն, որ այլևս անհնար է բարձրացնել։ Դեմքի մաշկը ընկած, ոչ պարզապես ծերացող, այլ ծանրացող, կարծես ձգողականությունը հաղթել է։ Եվ բանը, որը պահում էր այդ դեմքը վերջապես կոտրվել է։ Աչքերը։ Աչքերը են ամենասարսափելին։ Դրանք այլևս չեն նայում ձեզ, այլ նայում են ձեր միջով, դեպի ինչ-որ կետ, որը միայն նա է տեսնում։ Ամեն հանրային հանդես, որտեղ նա խոսում էր հոկտեմբերի 27-ի մասին, նրա ձեռքերը մնում էին անշարժ, սեղմված միմյանց, կարծես թե եթե նա արձակի դրանք կսկսեն դողալ եւ երբեք չդադարեն։ Բժիշկները, ովքեր բուժում էին Սահակյանին անպաշտոնապես, այն տարիներին, երբ նա արդեն դարձել էր ազգային ժողովի նախագահ, պատմում են մի մարդու մասին, ով բուն էությամբ ապրում էր երկու իրականություններում։ Մեկը հանրայինը, որտեղ նա էր ուժեղ, վստահ, անկոտրում։ Մյուսը մենության, որտեղ նա էր կոտրված, հիվանդ, վախեցած։ Բժիշկներից մեկը հիշում է դեպք 2012 թվականին։ Սահակյանը եկել է խորհրդատվության անսովոր ուշ գիշերով, առանց պաշտոնական ապարատի, առանց պահապանների։ Նա նստել է բժշկի առջևի սենյակում եւ ասել. «Ես չեմ կարող այլևս քնել։ Երբ փակում եմ աչքերս, ես տեսնում եմ նրանց։ 8 դեմքեր, որոնք չեն դադարում նայել ինձ»։ Բժիշկը նախատեսեց հզոր հանգստացնող դեղեր, բայց Սահակյանը մերժեց։ Նա ասաց, որ չի կարող թույլ տալ ինքն իրեն թուլանալ, քանի որ նրանք դիտում են նրան, պատրաստ օգտվելու ցանկացած թուլությունից։ Ո՞վ էին նրանք։ Բժիշկը հարցրեց, բայց Սահակյանը ոչինչ չպատասխանեց։ Նա պարզապես նայեց դեպի պատուհանը, դեպի Երևանի գիշերային անարձագանք լույսերը եւ ասաց. բոլորը, ովքեր գիտեն, բայց կարծում են, որ ես չգիտեմ, որ նրանք գիտեն։ Բժիշկը հասկացավ, որ խոսքը գնում է մեղքի, վախի, շրջափակման մասին։ Նա տեսել էր նման վիճակ քաղաքական գործիչների մեջ, ովքեր ապրել են խորհրդային միության անկման ցնցումներում, բայց Սահակյանի դեպքում դա էր ավելի խորը, ավելի սև, ավելի անապաքինող։ Սահակյանը վերադարձավ բժշկի մոտ 1 շաբաթ անց։ Այս անգամ նա բերեց փաստաթղթեր։ Բժիշկը հարցրեց. «Ինչ փաստաթղթեր են սրանք»։ Սահակյանը ասաց. «Փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ես փորձել եմ արգելել այն, ինչ տեղի ունեցավ։ Փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ես զոհ եմ, ոչ թե մեղավոր»։ Բժիշկը չհասկացավ։ Նա էր բժիշկ, ոչ թե քննիչ։ Բայց Սահակյանը շարունակեց. «Ես պահում եմ այս փաստաթղթերը դեպքի համար, երբ նրանք փորձեն ինձ մեղադրել։ Դեպքի համար, երբ նրանք կամենան զոհաբերություն, եւ ես դառնամ այդ զոհը»։ Բժիշկը զգաց սարսափ։ Նա հիշում է, որ մտածեց. այս մարդը ապրում է անընդհատ պատերազմի մեջ, որտեղ նա միակ զինվորն է իր ճակատում։ 2019 թվականին, երբ Սահակյանը թաքնվել էր իր անձնական առանձնատնից, որպես քաղաքականությունից հեռացած մարդ, մի անծանոթ այցելու հայտնվեց նրա դռան առջև։ Ոչ պահապան, ոչ օգնական, ոչ մեկը չէր նկատել, թե ինչպես է այդ մարդը հասել այնտեղ։ Սահակյանի կինը հետագայում ասաց, որ այդ այցելուն տեսավ միայն 2 րոպե, բայց այդ 2 րոպեն բավական էր, որպեսզի նա հասկանար. այս մարդը եկել էր ոչ թե պատահականությամբ։
Նա կրում էր սև վերարկու, սև ակնոց եւ նրա ձեռքում էր փոքրիկ հանձնաժամանակ, արծաթագույն, հին ձևի։ Երբ նա մտավ Սահակյանի դահլիճ, կինը լսեց խոսակցությունը միայն մասամբ, բայց մի նախադասությունը հնչեց բավական բարձր, որպեսի չմոռանար երբևէ։ Դուք պահպանել եք այն, ինչ չպետք է պահպանվեր, եւ այժմ գնացել է 20 տարի։ Մենք գալիս ենք վերցնելու այն, ինչ պատկանում է մեզ։ Սահակյանը չպատասխանեց բարձր։ Կինը լսեց միայն նրա ձայնի խեղճ համբույրը, կարծես նա խոսում էր ինչ-որ մեկի հետ, ով ունի բացարձակ իշխանություն նրա կյանքի վրա։ 5 րոպե անց այցելուն դուրս եկավ, առանց հանձնաժամանակի։ Սահակյանը պահեց դա։ Երբ կինը մտավ սենյակ, Սահակյանը նստած էր իր աթոռին, աչքերը փակ, ձեռքերը սեղմած հանձնաժամանակի շուրջը, եւ նա շշնջում էր մի բան, որը կինը չկարողացավ լսել։ Նա մոտեցավ, դիպավ նրա ուսին, եւ Սահակյանը բացեց աչքերը։ Այդ աչքերի մեջ կինը տեսավ այն, ինչ երբեք չէր տեսել՝ ամբողջական անհույսություն։ Ինչ էր այդ հանձնաժամանակի մեջ, հարցրեց նա։ Սահակյանը պատասխանեց. Ապացույցը, որ ես չեմ եղել երբևէ ազատ։ Հանձնաժամանակի ներսում էին փաստաթղթեր, 346 էջ, որոնք պարունակում էին ամբողջ պատմությունը։ Ոչ թե պաշտոնական արձանագրություններ, որոնք լցված են պետական լեզվով եւ թաքնված իմաստներով, այլ անմիջական հաղորդագրություններ, հրահանգներ, վճարումների անդորրագրեր։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ հոկտեմբերի 27-ը պլանավորվել էր 4 ամիս առաջ, հունիսի 2-րդ շաբաթվա ընթացքում, երբ 3 բարձրաստիճան անձ հանդիպեցին մի ամրանոցում Երևանից դուրս։ Այդ հանդիպման արձանագրությունը, որը գրվել էր ձեռքով, անուններ չնշելով, միայն դերեր. կազմակերպիչ 1, կազմակերպիչ 2, կազմակերպիչ 3 եւ մի նշում, փոքրիկ, վերջին էջի ստորին մասում։ Թիվ 12-ը համաձայնել է դուրս մնալ։ Նրանք զգուշացնենք հոկտեմբերի 18-ին։ Սահակյանի անունը չէր նշված այնտեղ անմիջականորեն, բայց թիվ 12-ը բավական էր։ Նա էր 12-րդը, վերջինը այն ցուցակում, որը ստանում էր պաշտպանություն, քանի որ նա համաձայնել էր լռել։ Փաստաթղթերը շարունակվում էին, նկարագրելով, թե ինչպես էին ընտրվել զոհերը։ Ոչ պատահականորեն, ոչ քաղաքական հաշիվներով, այլ տնտեսական վերահսկողությամբ։ Դեմիրճյանը եւ Սարգսյանը վերահսկում էին 3 հիմնական սեկտորներ՝ էներգետիկա, հանքային արդյունաբերություն, մաքսային ծառայություններ։ Նրանց մահից հետո այդ սեկտորները վերաբաշխվեցին մի խմբի, որի անունները նշված էին փաստաթղթերի վերջում։ 10 անուն, որոնցից 7-ը դեռևս ապրում են այսօր, ապրում են առաքելությունների ստվերներում, իսկ 3-ը մեռան անբացատրելի հանգամանքներում 2003 եւ 2002 թվականներին։ Կինը հարցրեց. Ինչու ես չես տվել այս փաստաթղթերը քննիչներին 20 տարի առաջ։ Սահակյանը նայեց նրան եւ նրա պատասխանը եղավ մի նախադասությունը, որը կրկնվում է յուրաքանչյուր մարդու մոտ, ով փրկվել է համակերպվելով։ Քանի որ եթե տայի, այսօր դու չէիր խոսի իմ հետ, քանի որ ես չէի լինի այստեղ։ Նա պահպանել էր այդ փաստաթղթերը 30 տարի, որպես ապահովագրություն, որպես հոգեկան ցավագին բեռ, որպես վերջին պաշտպանություն այն դեպքում, երբ նրանք կամենային զոհաբերել նրան։ Բայց այժմ այդ ապահովագրությունը վերցվեց։ Այցելուն տարավ հանձնաժամանակը, եւ Սահակյանը մնաց առանց վերջին քարտի, որը կարող էր խաղալ։ Երբ քննիչները փորձեցին գտնել այդ այցելուին, նրանք հայտնաբերեցին, որ տան մոտ ոչ մի անվտանգային տեսախցիկ չի աշխատել այդ օրը։ Բոլոր տեսախցիկները, որոնք սովորաբար գրանցում էին ամեն շարժումը Սահակյանի տան մոտ, անջատվել էին հենց 1 ժամ այն ժամանակ, երբ այցելուն ժամանեց, եւ միացվել 5 րոպե նրա հեռանալուց հետո։ Ով ուներ իշխանություն անջատել այդ համակարգերը։ Միայն ամենաբարձր մակարդակի մարդիկ, նրանք, ովքեր կառավարում են ոչ միայն քաղաքականությունը, այլև անվտանգությունը, տեղեկատվությունը, հիշողությունը։ Սահակյանը դարձավ ավելի մեկուսացած այդ օրից հետո։ Նա դադարեց տալ հարցազրույցներ, դադարեց մասնակցել հիշատակման արարողություններին։ Դադարեց խոսել հոկտեմբերի 27-ի մասին։ Նրա ընտանիքը ասում է, որ նա նստում էր երկար ժամեր իր ուսումնասենյակում, նայում դեպի պատուհանը եւ երբ նրանք հարցնում էին, ինչի մասին է մտածում, նա պատասխանում էր. հաշվում եմ, քանի օր ունեմ մինչև նրանք վերադառնան։ Արդյոք սա էր պարանոյա, թե իրականության գիտակցում։ Արդյոք նա վախենում էր անհիմն, թե գիտեր մի բան, ինչ մեզանից ոչ մեկը երբևէ չի իմանա։ 2020 թվականի մարտ։ Վիրուսը դեռ չէր հասել Հայաստան լիարժեք, բայց աշխարհը արդեն փակվում էր։ Սահակյանը ստանում էր զանգեր, անընդհատ, ամեն գիշեր, նույն ժամին 3 սրբազան կեսգիշերին։
Նրա հեռախոսը չունի կոչող համարի ցուցադրում, միայն անծանոթ։ Կինը մի գիշեր վերցրեց հեռախոսը, երբ Սահակյանը քնած էր։ Ձայնը մյուս կողմում ասաց. «Տուր նրան հեռախոսը, մենք գիտենք, որ նա արթուն է»։ Կինը սարսափեց։ Նա արթնացրեց ամուսնուն։ Սահակյանը վերցրեց հեռախոսը, լսեց 30 վայրկյան առանց խոսքի, ապա անջատեց։ Կինը հարցրեց. Ովքեր են դրանք։ Սահակյանը չպատասխանեց, միայն ասաց. Նույն մարդիկը, ովքեր սպանեցին 8 մարդու 20 տարի առաջ, եւ մտածում են, որ ես մոռացել եմ։ Զանգերը շարունակվեցին մի ամիս, ապա հանկարծ դադարեցին։ Սահակյանի առողջությունը սկսեց վատանալ արագորեն։ Նրա անձնական բժիշկը գրանցեց սրտի անկանոն ռիթմեր, բարձր ճնշում, որը չի արձագանքում դեղամիջոցներին, քնի ամբողջական կորուստ։ Բժիշկը առաջարկեց հոսպիտալացում, բայց Սահակյանը մերժեց կատակերտ։ Հիվանդանոցներում մարդիկ մեռնում են ավելի հեշտությամբ, քան տանը։ Բայց դա չէր կատակ։ Դա էր վախ։ Վախ այն բանից, որ եթե նա մտնի հիվանդանոց, նա երբեք դուրս չի գա։ Ոչ թե քանի որ հիվանդությունը կսպանի, այլ քանի որ նրանք կգտնեն եղանակը ավարտին հասցնել այն, ինչ սկսվել էր 20 տարի առաջ։ Պատկերացրեք, ապրել 30 տարի, գիտենալով, որ ձեր փրկությունը կառուցված է ուրիշների կորստի վրա։ Պատկերացրեք, արթնանալ ամեն առավոտ եւ հիշել 8 դեմքերը, որոնք դուք կարող էիք փրկել, բայց ընտրեցիք չփրկել։ Պատկերացրեք, լսել ձեր երեխաների ձայները եւ մտածել, արդյոք նրանք պիտի ամաչեն ձեզանից, երբ իմանան ճշմարտությունը։ Սահակյանը ապրում էր այդ պատկերացումներում ամեն օր։ Նա փորձեց փոխհատուցել, խոսելով անընդհատ հոկտեմբերի 27-ի մասին, հրավիրելով լրագրողներին, տալով հարցազրույցներ։ Բայց յուրաքանչյուր հարցազրույցի ընթացքում նա խուսափում էր միևնույն հարցից. Որտե՞ր էիք դուք այդ օրը։ Եվ ամեն անգամ, երբ լրագրողը հարցնում էր, Սահակյանը գտնում էր եղանակ շրջանցելու, խոսելով կազմակերպիչների, արտաքին ուժերի, անպատասխան հարցերի մասին։ Բայց 2020 թվականի ապրիլին մի անկախ լրագրող, ով չէր վախենում հարցնել անհարմար հարցերը, ստացավ հարցազրույց Սահակյանի հետ։ Այդ լրագրողը պատրաստել էր հարցերի ցուցակ, որը հիմնված էր 3 տարի հետազոտության վրա։ Հարցազրույցը սկսվեց սովորականորեն. հոկտեմբերի 27-ի նշանակությունը, զոհերի հիշատակը, արդարության անհրաժեշտությունը։ Բայց հետո լրագրողը հարցրեց. «Պարոն Սահակյան, մենք խոսեցինք 12 մարդկանց հետ, ովքեր բացակայել են այդ օրը։ Նրանցից 6-ը պնդեցին, որ ստացել են զգուշացում։ Դուք ստացել եք զգուշացում»։ Սահակյանը սառեց։ Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես նրա դեմքը կորցնում է արյունը, ինչպես նրա ձեռքերը սկսում են դողալ, ինչպես նրա աչքերը փնտրում են ելք այդ սենյակից։ 3 վայրկյան լռություն, որը զգացվում է որպես հավերժություն։ Ապա նա պատասխանեց. Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին այս պահին։ Լրագրողը չդադարեց. Ինչու ոչ։ Եթե դուք ստացել եք զգուշացում եւ անտեսել, դուք մեղավոր եք բարոյապես։ Եթե չեք ստացել, ինչու եք դուք բացակայել հենց այդ օրը։ Սահակյանը ելավ իր աթոռից։ Հարցազրույցը ավարտվեց։ Տեսանյութը երբեք չհրապարակվեց, քանի որ լրագրողը ստացավ սպառնալիքներ 1 օր հետո, եւ նա ստիպված եղավ հեռանալ երկրից։ Բայց մենք գտանք այդ տեսանյութը։ Մենք տեսանք այն 3 վայրկյան լռությունը, երբ Սահակյանը չկարողացավ պատասխանել, քանի որ պատասխանը կլիներ խոստովանություն։ Եվ մենք տեսանք նրա աչքերը, աչքեր, որոնք խոսում են, երբ շուրթերը լռում են։ Աչքեր, որոնք ասում են. «Այո, ես գիտեի, եւ ես ընտրեցի փրկել ինքս ինձ»։ Արդարություն։ Ինչպիսի արդարություն կարող է լինել, երբ պատասխանատուները ապրում են առաքելություններում, երբ մեղավորները դարձել են հերոսներ, երբ զոհերի ընտանիքները դեռևս սպասում են ճշմարտությանը։ Սահակյանը խոսեց արդարության մասին 30 տարի, բայց նա երբեք չառաջարկեց սեփական անձը որպես սկիզբ։ Նա պահանջեց պատասխանատվություն ուրիշներից, բայց երբեք չընդունեց սեփական դերակատարությունը։ Եվ այժմ, երբ նրա կյանքը մոտենում է վերջին գլխին, հարցերը դեռ մնում են անպատասխան։ 2022 թվականի աշուն։ Սահակյանը դադարել էր լքել տունը։ Նա նստում էր իր ուսումնասենյակում, շրջապատված գրքերով, փաստաթղթերով, լուսանկարներով, իր երկար քաղաքական կյանքից։ Բայց դրանց մեջ մեկը առանձնանում էր։ Լուսանկարը, որը վերցված էր հոկտեմբերի 26, 1999, մի օր նախքան ողբերգությունը։ Այդ լուսանկարում Սահակյանը կանգնած է ազգային ժողովի դիմաց, մեկ այլ 5 մարդկանց հետ։ Նրանք բոլորը ժպտում են, բայց եթե նայեք ուշադիր, կտեսնեք, որ Սահակյանի ժպիտը չի հասնում նրա աչքերին։ Աչքերը նայում են ոչ թե ապարատին, այլ ինչ-որ կետի, հեռուստ, կարծես նա արդեն տեսնում է այն, ինչ պիտի տեղի ունենա հաջորդ օրը։ Այդ լուսանկարից 2-ը մեռան հոկտեմբերի 27-ին։ 3-ը փրկվեցին։
Բայց միայն Սահակյանը ապրեց բավական երկար, որպեսի տեսներ, թե ինչպես է պատմությունը դատում նրանց։ Մեկը որպես հերոս, մեկը որպես զոհ, մեկը որպես մոռացված։ Իսկ Սահակյանը։ Նա դարձավ մարդ, ում մասին խոսում են, բայց երբեք չեն հասկանում լիովին։ Մարդ, ով փրկվեց, բայց երբեք չապրեց։ Մարդ, ով գիտեր ամեն ինչ, բայց ասաց միայն այնքան, որքան բավական էր մնալ կենդանի, ոչ թե մաքուր։ Նրա վերջին օրերը եղան անտանելի։ Բժիշկները արձանագրեցին, որ նա խոսում էր անընդհատ, անիմաստ նախադասություններ, անուններ, որոնք կապ չունեին իրար հետ, ամսաթվեր, որոնք չընկնում էին ոչ մի հայտնի պատմության մեջ։ Բայց նրա կինը, ով նստած էր նրա կողքին այդ վերջին գիշերները, լսեց մի նախադասություն, որը կրկնվեց 3 անգամ։ Ես պետք է պատմեի։ Աստված ինձների, ես պետք է պատմեի։ Ինչով պետք է պատմեր եւ ում։ Արդյոք նա խոսում էր զոհերի մասին, թե կազմակերպիչների, թե իր սեփական դերի մասին։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ այդ խոսքերը մնացին այն օրը, սակայն մենք կարող ենք հասկանալ մի քանի բան, որոնք նպատակահարմար են կրթության ու իրավաբանության տեսակետից։ Այսպիսով դուք կարող եք հասկանալ, որ հասկանալով մի քանի բան, ներկայացնելու եք իրական իրավիճակը, որ այդ խոսքերը մնացին այն սենյակում, որտեղ նա անցկացրեց իր վերջին ժամերը։ Երբ նրա կյանքը մարեց, Հայաստանը կորցրեց մեկ վերջին կապը դեպի հոկտեմբերի 27-ը։ Ոչ թե վերջին վկան, քանի որ կային դեռ տասնյակներ, ովքեր տեսել էին, ապրել էին, վերապրել էին այդ օրը, այլ վերջին մարդը, ով գիտեր ճշմարտությունը լիովին եւ կարող էր խոսել, բայց ընտրեց լռել։ Նրա հետ մեկտեղ թարվեց մի պատասխան, որը Հայաստանը փնտրում էր 20 տարի։ Պատասխանը հարցին. ով էր իսկապես կազմակերպիչը, եւ ինչու 8 մարդ պետք է մեռնեին հենց այդ օրը։ Մահից հետո նրա տանը գտան անվտանգության արկղ, որը փակ էր 2 բանալիով։ Ընտանիքը բացեց արկղը քննիչների ներկայությամբ։ Ներսում գտան 153 էջ փաստաթղթեր։ Փաստաթղթեր, որոնք պարունակում էին անուններ, ամսաթվեր, տեղեկություններ, որոնք կարող էին փոխել ամբողջ պատմությունը։ Բայց երբ քննիչները սկսեցին ուսումնասիրել այդ փաստաթղթերը, նրանք ստացան հրաման վերևից՝ փակել գործը, դասակարգել փաստաթղթերը որպես գաղտնի, չհրապարակել ոչինչ։ Ով տվեց այդ հրամանը։ Ինչու։ Ինչ կարող էր լինել այդ փաստաթղթերում, որը այնքան վտանգավոր էր, որ պետք է թաղել հավիտյան։ Մենք խոսեցինք մի քննիչի հետ, ով տեսել էր այդ փաստաթղթերը, նախքան դրանք փակելը։ Նա համաձայնվեց խոսել պայմանով ամբողջական անանունություն։ Նա ասաց. այդ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ հոկտեմբերի 27-ը ոչ թե իզոլացված տերորական ակտ էր, այլ մաս ավելի լայն պլանի։ Պլանի, որը նպատակ ուներ վերափոխել Հայաստանի տնտեսական կառուցվածքը, տեղափոխելով վերահսկողությունը մի խմբից մեկ այլ խմբի։ Եվ այդ պլանը հաջողեց։ Մարդիկ, ովքեր վերահսկում են Հայաստանը այսօր, են նույն մարդիկը, ովքեր շահեցին հոկտեմբերի 27-ից։ Սահակյանը գիտեր սա, եւ նա պահպանեց ապացույցները որպես իր վերջին ապահովագրությունը։ Բայց այդ ապահովագրությունը վերցվեց նրանից, եւ նա մնաց առանց պաշտպանության։